թե կայծը։ Աննախանց դրության մեջ են հայտնվել Սամվել Կարապետյանն ու նրա առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցությունը, բախվելով ընտրություններում իրենց ակնկալիքները չբավարարած արդյունքների հետ եւ փաստորեն դառնալով ընդդիմադիր ամենաշատ քվեները ստացած քաղաքական ուժը։ Փաստորեն մի դարդ է, երբ չես հաղթում ընտրություններում, դառնալով քաղաքական մեծամասնություն, մեկ այլ ոչ պակաս դարդ է, երբ ստացածդ քվեներով ընդդիմադիր առաջին ուժն ես դառնում ու ստիպված ես լինում որոշում կայացնել։ Ինչ անել հետո։ Վերցնել մանդատներն ու գնալ ազգային ժողով, թե դառնալ փողոցային պայքարի առաջամարտիկն ու առաջնորդը։ Համենայն դեպս ընդդիմադիր դաշտում այդպիսի ակնկալիք է ձևավորվել Սամվել Կարապետյանի նկատմամբ, թե ինքն է ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմությունը, թող ինքն էլ քաշի ընդդիմության հետագա անելիքների պատասխանատվությունը։ Ուժեղ Հայաստանի անվերապահ հաղթանակին հավատացած, ինքը վարչապետ երևակայած Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, քարոզարշավի ողջ ընթացքում տեսակ թարս էր չափում, մեկու մեջ էլ նեղվում էր ու հեգնում էր այն լրագրողներին, ովքեր կասկածի տակ էին դնում ուժեղ Հայաստանի հաղթանակը, չարանենգորեն հարցնելով միլիարդատիրոջը։ Ինչ է անելու չհաղթելու դեպքում պլան B ունի։ Յալլահ։ Ինչ պլան B, իրենցը միայն պլան A-ն էր, հաղթանակ եւ վերջ։ Ունեք արդյոք պլան B, թե վերցնելու եք ձեր մանդատները եւ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն եք աշխատելու։ Գիտեք, այդ պլան B-ն ունի հայ ժողովուրդը, այսինքն ես ինչ պետք է անեմ մենակ։ Դրա համար հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ։ Հետո ես ասեցի, որ ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաեւ Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա։ Ոնց ինք ավակեց, արդեն նեղացրեցին։ Ոնց ինք նախորդին Պարոն Կարապետյան եւ այդ ետայով որ խոսում եք, չեմ ուզում ձեր հարցին պատասխանել։ Դուք սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում ձեր շանսերը։ Մեր շանսերը հիմա էլ եմ 100% գնահատում։ Ձեր Facebook-յան էջում 54%-անոց աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է զետեղված, պարոն Կարապետյան։ Մինչև ուրախ եք դրա համար, թե չէ։ Ես կարծիք թույլ տվեք չհայտնել։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհասնեք խորհրդը։ Դա այդ ետեն չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա Պլան B տարբերակ ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն ձեր հետագա քայլերը, պատրաստ եք մարդկանց մոբիլիզացնել փողոց։ Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը։ Դրա բոլորը ասում են հաղթելու ենք, բայց դուք օգնելու եք, որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ Բայց հիմա եկել է ժամանակը, երբ վարչապետ դառնալու պլանը ձախողած, ինչպես ժողովուրդն է ասում, մուրազը փորը մնացած Կարապետյանի ուսերին է փողոցի ակտիվացման հետ կապված բեռը, այսինքն պլան B-ի գործարկումը։ Ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, ուժեղները չեն հապաղում։ Փորձում են մահանաներ բերել, թե ինչու է ուշանում ժողովրդին փողոց դուրս բերելը։ Ավելին, իրենց հերթին ժողովրդին են վերապահում փողոց դուրս գալու եւ պրոցես սկսելու պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած, պատասխանատվության վերաուղղորդում, վերատրանսլյացիա է տեղի ունենում ընդդիմությունից ժողովրդին։ Խեղճ ժողովուրդ։ Փողոցային պայքարը դրա կազմակերպումից մինչև արդյունքի արձանագրում իշխանության հեռացում անխոս հեշտ գործ չէ։ Հաշվի առնելով նախորդիվ տեղի ունեցած փողոցային պայքարների փորձը, կատարյալ ձախողումը։ Այդ է պատճառը, որ ընտրություններում պարտված ուժեղները չեն շտապում փողոցի հետ կապված ինչ-որ պրոցես գեներացնել, որպեսզի չդուբլեն
իրենց պարտությունը, այժմ էլ պարտվելով նաև փողոցային պայքարն առաջնորդելիս։ Այս կլինի իսկական իրավի հաղթական պարտություն։ Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների տաղավարներ տապող ու հարցազրույցներ տվող, իրենց ուժի պարտությունը հիմնավորել փորձող ուժեղ Հայաստանի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն օրինակ փորձում է միաժամանակ հիմնավորել ակցիչնի ձևով ընդ որում, թե ճիշտը մանդատ վերցնելն ու խորհրդարան գնալն է։ Այդ դեպքում բնականաբար բարձրակրունկ, թանկարժեք կոշիկները հանելու, չարող կամ բոթաս հագնելու, փողոցներն ընկնելու, բողոքի ակցիաներ առաջնորդելու, կոկորտ պատռելու եւ ոչ միայն կոկորտ։ Անհրաժեշտություն չի լինի։ Այսպես ասած, cancel կլինի զախոխման մեծ ռիսկ պարունակող փողոցային պայքարի նախաձեռնումը։ Փոխարենը կգնան ազգային ժողով, կուլտուրական, ինչու չէ, կուլտուր մշակութային պայմաններում իրենց ձևով կպայքարեն իշխանության դեմ։ Իսկ եթե չվերցնեն մանդատները, բնականաբար ստիպված կլինեն ազգային ժողովի պատերից դուրս իրականացնել իրենց պայքարը, որը կենթադրի վերը նկարագրվածը, դե այդ չարող բոթաս հագնելը, կոկորտ պատռելը եւ ոչ միայն կոկորտ, եւ այն մնացածը։ Այդ պատճառով էլ Տիկին Մելոյանը շատ հստակ մեսիջ հղեց փողոցն ակտիվացնելու ուղղությամբ իրենցից ջանքեր ակնկալողներին, երկրորդելով իր բոսսին, թե փողոց դուրս գալը երկուստեք որոշում պետք է լինի։ Լսենք Տիկին Մելոյանին։ Դուք ասացիք, որ երկու ճանապարհ կա Գոհարից, փողոցային պայքարը ճանապարհ չի։ Փողոցային պայքարը, բայց դա մենակ մենք չենք պայմանավորում։ Փողոցային պայքարը միշտ կա, բայց փողոցային պայքարը դա երկուստեք որոշում է, քաղաքացու եւ քաղաքական ուժի։ Իսկ որտեղից գիտեք, որ քաղաքացին չունի Բայց մենք փողոցային երբեք չենք բացառում։ Ես ասում եմ, եթե մենք չգնանք մանդատները վերցնելու ուղղությամբ, մենք բացառում ենք այս տարբերակը, իսկ փողոցային պայքարը երբեք բացառելի չի։ Մենք չենք կարող իմանալ, օրինակ այդ խայծը երբ է բռնկվելու։ Խայծը թե կայծը։ Խայծը, որքան գիտենք, կուլ են տալիս, իսկ կայծը մեր իմանալով կարող է հրդեհի վերածվել, եթե իհարկե այն հանգցնելու փոխարեն բորբոքես։ Բայց դե ուժեղներից ինչ բորբոքող։ Հիմա ես փորձեմ ամփոփիչ արձագանքել։ Տեսեք, ես չի ուզենա թերագնահատենք մեր քաղաքացիներին։ Մեր քաղաքացիները 5 վերջին տարիների, կարելի ասել 5 տարում, հա, հենց 20 հետ պատերազմյան Հայաստանում մի քանի փողոցային շարժում են մեկնարկել։ Փողոցային շարժումներին բազմահազար քաղաքացիներ են մասնակցել։ Ընդհանուր միջև դրանցից ամենամասշտաբայինը Սրբազան պայքարին մենք տեսել ենք, ինչպես էին կարելի ասել մինչև տասնյակ հազարավորներով մարդիկ հրապարակ լցրել, հա, դա ու մենք զուգահեռ ինչ ենք տեսնում, դրան զուգահեռ է տեսնում ենք իշխանության վարքագիծը, մարդիկ ովքեր էլի ասում էին, եթե հրապարակում մի քանի հազար մարդ հավաքեք, ձեռք կկտրենք, իշխանություն կհանձնենք, բայց հիմա տեսեք, իրականությունը այլ ձև էր գար, որտեղ ես ներկա եմ եղել Սրբազան պայքարի բոլոր հանրահավաքներին։ Բայց տեսեք, նաև զուգահեռ ինչ է տեղի ունեցել։ Զուգահեռ նաև ինչ է փողոցային պայքարը, դա թույլատրելի օրենքով եւ իրավունքով խաղաղ եղանակով մարդկանց անհնազանդությունը եւ քաղաքական անհամաձայնությունը արտահայտելու իրավական միջոց է փողոցը։ Մենք այդ թվում ես լինելով բոլոր պայքարների ու շարժումների, երթերի ցույցերի մասնակից ծայրաստիճան մեզ կաշկանդել ենք իրավունքով օրենքով, որևէ ավելորդություն թույլ չի տրվել, որևէ հակաիրավական վարքագիծ թույլ չի տրվել, բայց 3 անգամ իշխանությունը լուսաձայնային նռնական է թույլ տվել իրեն առանց կարգը պահպանելու, իսկ դա տեղի ունենում, երբ որ անվերահսկելի իրավիճակ է, ընդհանրական Ինչի համար եք սա ասում, գար, այսինքն ուզում եք ասեք, որ այս իշխանությունների դեմ փողոցային պայքար սկսել չեք կարող։ Ուզում եմ ասել, դա այդ պայքար սկսելու միջոցառումը, գործընթացը միակողմանի չի լինում։
Մշտապես դա երկկողմանի քաղաքացիների հետ եթե քաղաքացիները դուրս են ինքնաբուխ չէ Բագրատ Սրբազանի համար են մարդիկ դուրս եկել ու հրապարակը շատ մարդաշատ էր նույնքան մարդաշատ էր ինչ որ Փաշինյանի հեղափոխության օրոք պայքարի հիմքը որն էր ինչպես սկսեց շարժումը որն էր դուք հիշում եք որն էր սկսվում Գերանցի դեպքերն այո սահմանազատ ապօրինի սահմանազատման դուք կարծում եք ապօրինի կեղծված ընտրությունները պակաս պատճառ են մարդկանց փողոց հանելու հարգելիս տեսեք հենց եկանք նշանակետին որ մենք process-ում ենք մենք դեռ չենք ամփոփել process-ը ու ինքնաբուխ գործընթաց չի մեկնարկել Մեկ գրամ խիղճ ու բարոյականություն ունենալու դեպքում մինչդեռ Սամվել Կարապետյանն ու նրա պարտված խմբակը պետք է ազդարարեին փողոցը գեներացնել նախ չեն կարող եւ հետո ի վիճակի չեն քանի որ չունեն քաղաքական ռեսուրս Մարդկանց ֆինանսապես շահագրգռելով, ընտրակաշարքի խայծով, եթե կարողացան որոշ քաղաքացիներից քվեներ կորզել, ապա դա երաշխիք չէ, որ վերջիններս փողոց են դուրս գալու պաշտպանելու ընտրակաշարքի դիմաց տված իրենց քվեն։ Ասել կուզենք քվեարկությունը միանվագ գործողություն ծառայության մատուցում է եղել, իսկ փողոց դուրս գալը նոր ծառայություն է, որն իր հերթին ենթադրում է վճարում, այս անգամ էլ դրա դիմաց։ Հուսանք պարզ բացատրեցինք քաղաքացիների հետ նախընտրական իրավահարաբերությունների առևտրի մեջ մտնելու նրբությունը։ Եվ բացի այդ փողոցը հնարավոր չէ գեներացնել, քանի որ դա անելու համար պետք է ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ժողովուրդ, որին եթե անգամ առաջնորդ է պետք, ապա միայն բողոքի գործողությունների մենեջմենտն իրականացնելու համար։ Հետևաբար փողոցային պայքար սկսելը պլան B-ի իրագործումն անհնար է, քանի դեռ բացակայում է այդ պլանի գլխավոր սուբյեկտը բողոքական ժողովուրդը։ Մելոյանի վկայակոչած սրբազան պայքարն էլի դեպ չէր ծավալվի, ով էլ այն առաջնորդելիս ու հովանավորելիս լիներ, Գարեգին Բն, Հռոմի պապը թե Ձմեռ պապը, եթե չլիներ բողոքական զանգվածը, սահմանազատման գործընթացի դեմ բողոքող ժողովրդի մի հատվածը։ 2020 թվականի հայրենիքի փրկության շարժման, 2018 թվականի Թավշյա հեղափոխության, 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի գործողությունները եւս ունեին իրենց օրակարգերն ու դրանք կիսող, դրանց հավատացող ու հանուն դրանց փողոց դուրս եկած բողոքական զանգվածները։ 2008-ին օրինակ բողոքի առիթը կեղծված ընտրություններն էին ու դրանց դեմ բողոքող հանրությունը։ 2018-ին Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետ պաշտոնավարումն ու դրա դեմ բողոքող հանրությունը։ 2020-ի ՀՓՇ-ի օրերին պատերազմում մեր կրած պարտությունն ու դրա դեմ բողոքող ու փողոց թափված զանգվածը։ Այսօր սակայն այդ զանգվածն ակտիվ չէ, համենայն դեպս փողոցում չէ։ Գուցե այն պատճառով, որ չկա բողոքի շարժառիթը, որը տրամաբանորեն կեղծված ընտրությունները պետք է լինեին։ Նշանակում է հանրությունն իր հավաքականության մեջ հաշտ է ընտրությունների արդյունքների հետ չի վիճարկում դրանց օրինականությունը, որքան էլ Մելոյանի ու նրա պես թույլ տվեք ասել քաղաքական դիլետանտները փորձեն ստվերել դրանք, ապա լեգիտիմացնել ընտրական գործընթացը իբրև թե բորբոքելով բողոքի խայծը, կայծը, հուժը, բոցը, եթե կուզեք պետը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար